Ուրեմն ժողովուրդ ջան, ես հիմա հրապարակայնորեն ասեմ ու նաև Տիգրան Ավինյան ձեզ ուղիղ այս փնթու պայելաձևը, որի վրա հիմի թափելը մրցներին ու երեսներին կտեսնի ինքը որն է, առարկայական իրա, եթե այս մարդը մնաց պաշտոնավարեց, հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք, այսինքն ԿՊ-ն, Հանրապետությունը միասին։ Սիրելի հայրենակիցներ, այս հանրապետությունը որ կա, իր նպատակը կեղծ ընդդիմադիր լինելով հանդերձ, գա նմանատիպ լկտիանա։ Իսկ մանկապարտեզի փողը ուրանալը, 300 միլիոն դրամ ծախսելու արդյունք չտեսնելը, անավարտ թողել այդ process-ը, 300 միլիոն է եղել դրա արժեքը։ Մի ծախսել եք, թե չեք ծախսել, ասեք, օրինակի համար։ Դրանից նեղվում ես, հետևդ պաժարը անգնում, կհանգստացնենք քեզ։ Ու հիմի որպես ակցիա, ես եկել է իր դեմքին նայե, իր դեմքին շփե այդ ամբողջը, ինչը կար։ Ինքը հասկանա իր մրցներին, իր պապաների մրցներին ու մնացածինը որն է լինում։ Քաղաքական պապ։ Լակոտ, չափը կճանաչես։ Հիմի որպես ակցիա ժողովուրդ։ Նայեք, որպես ակցիա շփում եմ իր մրցներին։ Այնա, այսի մրցներից շփեցի, արա։ Այս կլուբիկի, հա, Տիգրանի, նայեք։ Մրցներից ենք շփում։ Դեմքիդ է թափ, արա, դու այնքան տղա չեղար, որ քո ասածների համար պատասխան տաս, ու զանգերին էլ չպատասխանեցիր, ու ոչ միտե դու չես կարացես, դու լավ տղա ես, դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատով, որովհետև դու նորից եմ կրում, փչած զանգերին չես պատասխանել, թռել ես հանդիպումից, եթե մի մարդ պիտի զանգի հեռախոսով հայհոյանք տա ու դրա համար պատասխան չտա, ինքը լավ տղա չի, էլ ճիշտ ասած ոչ եթերային արտահայտություններ կան, բայց ժողովուրդ ջան, չեմ ուզում իրանց մակարդակի ցածրանամ, այ էսա, թաղապետի դեմքը, որ թե բարոյական, թե քաղաքական առումով եկել են Խաղապետարանում իր մրթին, իր վրեն թափեցին։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ ձեզ, արդեն քաղաքապետարանում բավականաչափ լուրջ պաշտոն զբաղեցնողը իրեն թույլ է տալիս հեռախոսով զանգել, այն փաստի վրա, երբ որ դու արձանագրում ես, որ մանկապարտեզի վրա ծախսած գումարը ուղղակի չկա ու քանդվում է, իրան թույլ տա հետևից հայհոյանք տա, լակոտ, նորից եմ ասում, դու լակոտ ես, բառի սուրուղ իմաստով։ Ուրեմն թաղապետը Վազգեն Սարգսյանի եղբոր Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է։ Ուրեմն իմիջայլոց ձեզ ասեմ, որ այս ամենի համար պատասխանատվություն հավասար կրում է նաև Տիգրան Ավինյանը ԿՊ-ի հետ միասին։ Ձեր համար ուղիղ հարց եմ տալիս, Նիկոլ Փաշինյան, ձեր համար նորմալ է, որ ձեր իշխանության, ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում ամենալկտի փողոցային պահվածք։ Ամբողջ կյանքը նորից եմ կրկնում, երազել է, որ մեծանա Շմայս դառնա։ Գոնե Շմայսը անցած պատերազմով ճանապարհ ուներ։ Ուրիշ բան չեմ ասում, մենք իր պատասխանը քաղաքական առումով տվեցինք։ Ասում է, թափեցինք մրցներին ու դեմքին։ Ոտից գլուխ իրան, ստեղ լիներ իր դեմքին էի թափել ու մրցներին էլ հետը։ Պատասխանը ամեն ձևի էլ տալիս ենք, բայց ինքը ու այս ամենը ասեմ, հետևները մռմռում ատև կոռուպցիա է բացահայտվում է ամեն օր, ամեն ժամին։ Այս իրանց քթի տակի տոմետները նույն ընկերությունն է, հետևին ասենի այգին նույն ընկերությունն է, Երևանյան լիճը նույն ընկերությունն է։ Մի հատ էլ վերջում 2.5 միլիոն են այս ընկերությանը տալիս։ Ուրեմն Թալանի Զավենիչի կուսակիցը Gaz